Ծովինար Մարտիրոսյան և Նարեկ Հայկազյան դերասանական զույգին կարելի է համարել ամենասիրվածներից մեկը հայկական շոու բիզնեսում։ Նրանց ցանկացած հրապարակում սպասված է հանրության կողմից, իսկ զույգի մասնակցությամբ յուրաքանչյուր հաղորդում կամ էլ հեռուստասերիալ գրանցում է իր դիտելիությունները։ Նրանք իրենց համատեղ կյանքում ունեն 2 որդի, դե իսկ այսօր որդիներից կրտսերի Արշակի ծննդյան տարեդարձն է։ Կեսգիշերին ընտանիքը շնորհավորել է տղային, իսկ ծնողները մեկը մյուսին հերթ չտալով բարեմաղթանքներ են հղել որդուն։ Մանրամասներն առաջարկում ենք դիտել տեսանյութում։ Շնորհավոր, սիրունս, շոկոլադը դեմքի, այսպես միշտ քաղցր լինես, համովը, սիրունս, կյանքը, Աստղային զույգի ընտանիքը այս տարիներին շատ է քննարկվել, սակայն դերասանների խոսքից մի բան հստակ է՝ նրանց ընտանիքն ամուր է և հիմնված է սիրո և հարգանքի վրա։ Նարեկը մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, խոսելով ընտանիքի և կնոջ՝ Ծովինարի մասին, ասել էր հետևյալը. «Հիանալի տնային տնտեսուհի, հիանալի կին ու հիանալի մայր։ Ես սիրում եմ համեղ ուտել, և նա այդ մասին հրաշալի գիտի։ Այդ պատճառով նրա մոտ ամեն ինչ գերազանց է։ Ես երբեք ձուկ չեմ սիրել և չեմ կերել, բայց կնոջս պատրաստած ձուկը մեծ հաճույքով ուտում եմ։ Ծովինարն իմ ամենամեծ քննադատն է։ Եթե նույնիսկ ոչինչ էլ չասի, ես ամեն ինչ հասկանում եմ նրա դեմքի արտահայտությունից։ Իմ ամենամեծ հարստությունն ընտանիքս է, տղաներս, նրանց ուրախ ժպիտները, նրանց յուրաքանչյուր նոր շարժումն ու արարքը։ Եթե անգամ հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես նույն կերպ կապրեի, նույն ընտանիքը կկազմեի։ Այդ է իմ երջանկության գաղտնիքը, և ուրիշ երջանկություն ինձ հարկավոր չէ», նշել էր դերասանը։ Նույն թեմայի մասին Ծովինարը նույնպես անկեղծ խոստովանություն էր արել։ «Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է, զավակներս և տարիների ընթացքում ձեռք բերած խոհեմությունս։ Խորը մտածելը, կշռադատելը, ինձ արդեն դժվար է խաբելը», անկեղծացել էր Ծովինար Մարտիրոսյանը։ Հավելենք նաև, որ զույգը 2 տղա ունի։ Ամուսինները ևս մեկ երեխա ունենալու ցանկություն ունեն։ «Երկուսս էլ ուզում ենք աղջիկ ունենալ, բայց ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է, թողել ենք Աստծո կամքին», ասել էր Ծովինարը։ Իրենց ծանոթության ու ամուսնության մասին պատմել էր Նարեկ Հայկազյանը։ Ուսանողական տարիների ջերմ ու ընկերական հարաբերությունները աստիճանաբար վերածվեցին սիրո։ Մենք էլ չզգացինք, թե ինչպես ընկեր-ընկերուհի դարձանք, հետո էլ ամուսիններ։ Հատուկ խոստովանություններ ու ձևական բաներ չեն եղել։ Բանակից եկա, հասկացանք, որ ուզում ենք միասին ապրել։ Շատ արագ ենք նախապատրաստվել, բայց իրոք աննկարագրելի երջանիկ օրենք ունեցել։ Ոչ միայն մենք, այլև բոլոր ներկաները ի սրտե ուրախանում էին մեր միության համար, պատմել էր Նարեկը։ Դերասանն ասում է, որ իր կինն ամեն առումով անթերի է։ Միգուցե շատերն ասեն գլուխ եմ գովում կամ չափազանցնում եմ, բայց նա ինձ համար իրոք կատարյալ է։ Լավ աղջիկ է, կին, մայր, տնային տնտեսուհի ու նաև դերասանուհի։ Ամեն բան հասցնում է, իմ ընկերն է, խորհրդատուն ու նաև քննադատը։ Ամեն օր Աստծուն շնորհակալ եմ իր նման կին ունենալու համար։ Ծովինարի հարցում բախտս իրոք որ բերել է, անկեղծացել էր Նարեկ Հայկազյանը։ Ինչպես արդեն տեղեկացրինք, Ծովինար Մարտիրոսյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի լուսանկարներ հրապարակելուց, դերասանուհին գրառումներ է անում, որոնք ևս Star-News-ը ձեզ ներկայացնում է այս հոլովակում։ Մի անգամ նա գրել էր հետևյալը. «Ես չգիտեմ ինչ կլինի հետո։ Այդ հետոն դարձել է ինձ թշնամի, անորոշությունը լցնում է օրվա ռիթմը։ Բոլորս սպասում ենք այդ հետոյին, սպասում ենք հետոյին, չհասկանալով, որ քանի հետո է եկել ու անցել։ Ապրելը դարձել է տանջող, հոգնեցնող, ու այս վազքը դարձել է ինչ-որ անորոշ։ Ուր ենք վազում, որտեղ է հանգիստը, ու ինչի համար։ Ընդամենը գնահատել է պետք մեծագույն պահը, որը հետո չի գալու, այն վաղուց մեզ հետ է, մեր կողքին, և ինչպես կասեր Կոմիտասը, շատ սիրեք, որ ապրեք։ Այս սարսափելի աղմուկի մեջ վերջերս փորձում եմ մենակ մնալ, լռել, լսել երջանկությունը։ Կարդալ չի ստացվում, մտքերից է։ Չէ, դեպրեսիվ չեմ, հակառակը, աղմուկից ու երեկույթներից հեռու, իմ մոլորակում, որտեղ սեր կա, սիրտ կա և խաղաղություն։
Երանի թե բոլորը ժպտան կյանքում ու երջանիկ լինեն, այնպես, ինչպես սոցիալական կայքերում, նշել էր Ծովինար Մարտիրոսյանն ու մեկ այլ գրառմամբ հավելել հետևյալը. Ես հավատում եմ, որ ավելորդ կալորիաներից ազատվելու լավագույն միջոցը ծիծաղն է։ Ես հավատում եմ համբույրների ուժին։ Ես հավատում եմ, որ հնարավոր է ուժեղ մնալ այն ժամանակ, երբ կյանքում ամեն ինչ վատ է ընթանում։ Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկները ամենագեղեցիկ աղջիկներն են, եւ ես հավատում եմ հրաշքների, գրել էր Ծովինար Մարտիրոսյանը։ Բոլորս մեր հոգում ունենք սև արկղ։ Ոչ ոք բացի մեզանից չգիտի դրա պարունակությունը։ Հաճախ նույնիսկ ինքներս ենք վախենում բացահայտել այդ արկղը, որովհետև չի կարելիները սարսափելի շատ են մեր կյանքում, եւ այդ արկղի բանալին գտնվում է մեր հոգու հատակում, ու որ հանկարծ ոչ ոք չգտնի։ Մեկ այլ գրառմամբ Ծովինարը գրել էր հետևյալը. Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող, նույնիսկ ինձ։ Հասկացար, եթե ունես երազանք, պահպանիր այն։ Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ իբր դու նույնպես չես կարողանա։ Նպատակ ես դրել, հասիր դրան, եւ վերջ։ Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է մեզ մոտ, հեռանա ավելի լավը եւ ավելի երջանիկ դարձած, աշխարհին տուր լավագույնը, նրանից ինչ ունես, եւ աշխարհն էլ կպահանջի։ Միևնույն է, տուր լավագույնը, իմ ընկեր, վերջի վերջո, ինչ որ դու անում ես, միևնույն է պետք չէ մարդկանց, դա պետք է քեզ եւ Աստծուն, անկեղծ գրել էր Ծովինար Մարտիրոսյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել Ծովինար Մարտիրոսյանի արտաքին նոր փոփոխությունից եւ նրա արտահայտած մտքերից ու ընտանիքից։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել նաեւ մի քանի տեսանյութ Ծովինար Մարտիրոսյանի մասնակցությամբ։ Մեր նկարահանումները շարունակվում են այս պահին ժդյոմ Ստոպ, մենք ենք ստոպ, մինտեղ նկարում է վաղվանից նորից ժամը 20:00-ին դիտում ենք սև արկղը, որպեսզի իմանանք, թե ով է վերջապես գրողի տարած մարդասպանը։ Ձեզով գրեք։ Մեր Անուշ Երեխեք, ահա մեր Անուշիկը, մեր գեղեցկուի Անուշիկը, մեր պոմրեժը, մեր օգնականը, մեր կոորդինատորը եւ նաեւ այսօր բարձվեց իմ քայլող նավիգատորը։ Սիրում եմ քեզ Անուշիկ։ Այո, ես կարող եմ նրա հետ մինչեւ աշխարհի ծայրը գնալ մեքենայով։ Բայց ոտով չէ, մեքենայով։ Այն է աշխատումը, իսկ ծովոս։ Իսկ ծովիկը պլաշատկայ ունի մի Նունիկ աննով մի հրաշք աղջիկ, ով հենց տեսնում որ դերասանի վատ համերձ է, սա շունչը կպչի, տեղում հասցնում է ինչա։ Հոլիվուդյան չի, իտալիա։ Հա գիտեմ, իրանք չեն ճանաչում իրանա։ Քիչ սենց որ նայեք լավ։ Ինչի տակով ենք անցում, որ դու գանվում ենք։ Մեքենա որ դա 60-ից ավելի։ Ողջույն սիրելիներս, Սև արկղ հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, այս պահին իմ տեսարանը չէ, ես Հանգստանում եմ։ Ահա թե ով է նկարահանում Սև արկղ հեռուստասերիալը։ Հովհաննես Ղազարյան, Արմյանսկի, Սպիլբերգ։ Դե ինչ, հուսամ նայում եք։ Պիտի հանդիպենք իրար, ինձ հիմա պարզ է, որ ծնվել ես դու լորիում, իսկ լորի մարզ է,